Դեռ մի տեքստ էր գրել, որ առաջադրվել է վարչության անդամ, որովհետև ԿՊ-ին բավականին ուրեմն հիվանդ մաս կա, որ պետք է բուժվի, ուղղակի դա իրեն չի հաջողվի, միանգամից ասենք, որովհետև ԿՊ-ի ամենահիվանդ հատվածը դա կուսակցության ղեկավարն է, եւ քանի դեռ կուսակցության ղեկավարը չի լքել կուսակցության եւ վարչապետի պաշտոնը, դու չես կարող ԿՊ-ն բարեփոխումների եւ լուրջ արմատական ռեֆերենդինգի վերաիմիջավորման ենթարկել, դա ուղղակի անհնար է։ Իսկ քանի դեռ վարչապետը ղեկավարում է կուսակցությունը, դու չես կարող դա վերաիմիջավորես, ուղղակի անհնար է։ Իսկ եթե նա գնաց, հələ հարց է, գնալուց հետո եթե դու անգամ վերաիմիջավորեցիր, դու այլևս իշխանություն չես լինելու, բայց վերաիմիջավորից հետո խիստ կասկածելի է, որ ԿՊ-ն կարող է ինչ-որ ուղղակի հաջողություն ունենալ, սա զուտ տեսականորեն կարող է փիլիսոփայական ինչ-որ տենց հաջողության գոնե 1% տանել, որտեղ ինքը վերջո Արցախը Ադրբեջանին հանձնածող քաղաքական ուժ է, այնտեղ մարդիկ դա լիդերային կուսակցություն են գծված, որովի վարկանիշը կախված է կուսակցության ղեկավարի, ուրեմն անձնական վարկանիշից եւ առանց կուսակցության ղեկավարի նա ոչինչ է,